Ինչու էին արդեն փակված ընտրական տեղամասում մինչև ուշ գիշեր քվեարկում հարյուրավոր զինծառայողներ, որովհետև հանձնաժողովի անդամները պատկառելի տարիքի դանդաղաշարժ մարդիկ են, բացատրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Միայն քվեաթերթիկները 18 քվեաթերթիկները դասավորել ծրարը տալը մենք երբ որ ուղի եթերով նայում ենք, ես ժամ պահեցի 3 րոպե էր տևում։ Մյուս տեղամասերում քվեների հաշվարկն ավարտել էին, իսկ Սոտքում, Ագարակում զինվորները քվեարկում էին։ 35-ի 65 եւ 20-ի 56 տեղամասերում ձայների հաշվարկն ավարտել են լուսաբացին։ Սոտքի տեղամասն ու այդտեղ շարքով կանգնած զինծառայողներն են։ Բաքում նույնպես բազմաթիվ զինվորներ են, հեռվում երևացողներն են նրանք։ Սա ըստ Նյուզեյեմի ոչ թե կեսօր է, այլ արդեն երեկո։ Ոստիկանություն էլ չկա։ Մենակ քաղաքացիական հագուստով անձինք են զորքի կողքը կանգնած։ Ընտրական օրենսգիրքն է սահմանում ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն։ Ագարակի տեղամասի դեպքում երեկոյան 8-ից րոպեներ առաջ են ավելի քան 200 զինվորներ հասցրել տեղամաս մտնել, բայց տեղամաս մտնելը դեռ քվեարկության սենյակում գտնվել չէ, եւ դիտորդները սա էական խախտում են համարում։ Թեև ժամօթի դրությամբ իրենք արդեն գտնվում են տեղամասային կենտրոնի ներսում, բայց քվեարկության սենյակը բավականին լավ առանձնացված էր եւ մենք չենք կարող այստեղ տեղամասային կենտրոնը ընդհանրացնել եւ դիտարկել որպես քվեարկության սենյակ, եւ այս հանգամանքը հենց հիմք հանդիսացավ մեզ որպես խախտում արձանագրելու այն խնդիրը, որ 8-ի դրությամբ միայն քվեարկության սենյակում ներկա գտնվող ընտրողը կարող է քվեարկել եւ հեռանալ, եւ այս դեպքում այս կարգը բավականին էական ձևով խախտվել է։ Ըստ ինձ խնդիր չկա, որովհետեւ առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին դրան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից։ Ագարակում քվեարկության սենյակն ու սպասող զինվորները բաժանված են եղել դռնով, իսկ Սոտքում միջանցքում են սպասում, ընդ որում շարքով կանգնած, որ նույնպես ընտրական օրենսգրքով խախտում է համարվում։ Այստեղ նաև քաղաքացիական հագուստով անձինք են, որ ոչ հանձնաժողովի անդամ են, ոչ վստահված անձինք։ Պարզենք թե ով են եղել, ինչ են եղել, եթե պատասխանատվության իրավական հետևանքի կարիք է հաստատ, որը մեկը չի կարող դրանից խուսափել։ Զորքը դուրս եկեք, չի քվեարկել։ Իսկ որ 5 ամիս առաջ նշանակված ընտրության օրը հունիսի 7-ին զինվորները տեղամասի փակումից րոպեներ առաջ են տեղ հասել, ժամերով տեղամասի տարածքում սպասել, խնդիր չէ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի։ Իրավունք ունեն, այս ինտրատեղամասը, ինչ իրավունք ունի 100 հոգի մարդ մտիստե, 15 հոգի առանց դեռ ներսում կա, այս ինտրատեղամասը։ Զինծառայողներն իրենց պարզ քնելու, հանգստանալու իրավունքը կորցրած ականատես էին մի հոգնեցուցիչ իրավիճակի, որն ըստ դիտորդների նաև խախտում է ու պիտի անվավեր ճանաչվեն այս տեղամասերի ընտրությունները։ Ագարակում քաղաքացիական պայմանագիրը 593 քվե է ստացել, Ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը միասին 454 ձայն։ Ականատեսի դիտորդն արձանագրել է, որ տեղամասի փակումից հետո այստեղ 213 զինվոր է քվեարկել։